Մենք ոչ մի անգամ չենք իմացել, որ եկել ենք կամ գնացել։ Այս անգամ տարբերվող է նրանով, որ բոլորիդ հասանելի դարձավ։ Հա, այս անգամ իմացանք էլի ինչ, որ ստուգումներ կա։ Բայց մնացած անգամները մենք չենք իմացել։ Հիմա մեր պահանջը, մեր խնդրանքը, կան մեր գործարանը բացեն, մենք աշխատենք։ Այդքան բան։ Ես ուզում եի ձեզ հետ խոսել, որպես կանանցից մեկով, որ աշխատում եք այստեղ։ Ինչ կասեք ես ամեն ինչ։ Ես խնդրանքով դիմում եմ պարոն Փաշինյանին եւ կառավարությանը, որ մեր այդ հարցին լուծում տա։ 23 տարի աշխատում ենք ես այս հիմնարկում։ Մեր եկամտի միակ աղբյուրը այս հիմնարկից է։ Ուստի խնդրում եմ թող շուտ բացենք, աշխատենք, ի վիճակի չենք, չէ որ մեր եկամտի միակ աղբյուրն է, 100 մի ցավ ունենք, 100 մի դարդ ունենք, այդ ֆինանսը, այդ եկամտով ենք մենք կարում մեր ընտանիքը ապահովենք, խնդրում ենք պարոն Փաշինյանի եւ կառավարության այս հարցին լուծում տա։ Ուրիշ ոչ մի բան չեմ կարաս, անընդհատ գալիս ենք, ես առաջի դեպքն որ այս 23 տարվա մեջ այս դեպքը լինում է։ Կներեք ուրիշ էլ ինչ կարամ ասեմ, ցավը տանը։ Ձեր եկամտի միակ աղբյուրն է միշտ Հա, միշտ սրանով է 23 տարի։ Մեր շեֆերը միշտ ժամանակին աշխատավարձերը տվել են, մեր բանվորներից նկատմամբ հարգալից են եղել։ Ուղղակի պարոն Փաշինյան, եթե հնարավոր է, եթե լսում եք, խնդրում ենք ուղղակի բացեք մեր գործարանը, որ կարանք մենք ապրենք, մենք մտնենք հունի մեջ, չգիտեմ ինչ ասեմ։ Դուք այստեղ որպես ինչ եք աշխատում։ Հավաքարար։ Հավաքարար եմ աշխատում, բայց միշտ հարգանքով են վերաբերվել շեֆերը մեզ հետ, շատ լավ է եղել։ Ուրիշ ոչ մի բան չեմ կարող ասեմ։ Աշխատավարձերի ժամանակին ստացել ենք։ Ուղղակի պարոն Փաշինյանը թող վերանայի այս հարցը լուծում տա։ Այդքան մի բան եմ խնդրում, ուրիշ ոչ մի բան, կներեք։